Ողջույն սիրելի հետևորդներ, ԱՄՆ գլխավոր լուրերի այս թողարկմանը դիտեք։ Լոս Անջելեսի մեկդարյա պատմության Pacific Dining Car ռեստորանը հրդեհվել է եւ ապամոնտաժվում է։ Սա արդեն երկրորդ խոշոր հրդեհն է վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ վնաս հասցնելով մշակութային հուշարձանին։ Ֆիլադելֆիայի Friends Hospital-ում հոգեբուժարան տեղափոխվող տղամարդը վերցրել է ոստիկանի ատրճանակը եւ կրակել նրա վրա։ Վերջինս սպանվել է մեկ այլ ոստիկանի կողմից։ Փախուստ Դենվերի կալանավայրից երկու ներգաղթյալներ փախուստի են դիմել ներգաղթի կենտրոնից օգտվելով էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ բացված դռնից։ Հանցավոր խմբավորման հետ կապ ունեցող ներգաղթյալների արտաքսում ԱՄՆ-ից Խոսեի Բարայի երկու եղբայրները եւ նրանց ընկերը, որոնց մոտ հայտնաբերել էին կեղծ գրին քարտեր, կարտաքսվեն ԱՄՆ-ից։ Ռոն Դե Սանտիսը սպառնում է պաշտոնյաներին հեռացնել ներգաղթային հարցերի պատճառով։ Ֆլորիդայի նահանգապետը հայտարարել է, որ կփորձի ստիպել տեղական իշխանություններին համագործակցել ներգաղթի մարմինների հետ։ Թալիբներն ազատել են ամերիկյան ավիացիոն մեխանիկին ավելի քան 2 տարի առաջ Աֆղանստանում առևանգված Ջորջ Գլեզմանը ազատ է արձակվել։ Սա ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի միջև հարաբերությունների նորմալացման քայլ է համարվում։ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով հանձնարարում է կրթության նախարարության լիազորությունների մեծ մասը փոխանցել նահանգներին, այն քննադատության է արժանացել ընդդիմության կողմից։ Դաշնային դատավորը պահանջել է Թրամփի վարչակազմին բացատրել, թե ինչու վենեսուելացի ներգաղթյալների հետ կապված ինքնաթիռները չեն վերադարձվել Միացյալ Նահանգներ, ինչպես նշված էր դատարանի հրամանում։ Բոստոն Սելթիքսը վաճառվում է ռեկորդային 61 միլիարդ դոլարով, մասնավոր ներդրումների մագնատ Ուիլյամ Չիշոլմը պայմանագիր է կնքել գնելու չեմպիոն թիմը, ամերիկյան սպորտի պատմության ամենաարժեքավոր գործարքը։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Լոս Անջելեսի Վեսթլեյք շրջանի փակված Pacific Dining Car ռեստորանի տարածքում սկսվել է քանդման գործընթացը, քանի որ վաղ առավոտյան բռնկված հրդեհը ստիպել է հրշեջներին սկսել շենքի ապամոնտաժումը հանրային անվտանգության նպատակով։ Այս հրդեհային միջադեպը երկրորդ խոշորն է վերջին մեկ տարվա ընթացքում հայտնի ռեստորանում։ Տարավոր պատմություն ունեցող եւ պաշտոնապես մշակութային հուշարձան համարվող ռեստորանը մեծապես վնասվել է 2024 թվականի օգոստոսին բռնկված հրդեհից։ Հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին տարիներին շենքը ավելի քան 6 անգամ հրդեհվել է։ Ֆիլադելֆիայում մի տղամարդ, որը կամավոր համաձայնել էր ոստիկանների կողմից տեղափոխվել հոգեբուժարան, վերցրել է ոստիկանի ատրճանակը եւ վիրավորել նրան, նախքան մեկ այլ ոստիկանի կողմից սպանվել է։ Ոստիկանապետ Քևին Բեթելը նշել է, որ վիրավորված ոստիկանի պաշտպանիչ բաճկոնը փրկել է լուրջ հետևանքներից։ Միջադեպը տեղի է ունեցել Friends Hospital-ում։ Ոստիկանները նրան պարզապես փողոցում են հանդիպել, վերջինս եղել է փոքրիշատե հավասարակշռված ու քանի որ ինքնակամ էր համաձայնել հոգեբուժարան տեղափոխվել, նրան ձեռնաշղթաներ չեն հագցրել։ Արդեն հոսպիտալի մոտ վերջինս հարձակվել է ոստիկանների վրա ու վերցնելով նրանցից մեկի ատրճանակը կրակ է բացել։ Երկու անձ փախուստի են դիմել Դենվերի շրջանի ներգաղթային կալանավայրից։ Ոստիկանների հավաստմամբ դա կարող էր տեղի ունենալ էլեկտրաէներգիայի անջատման ժամանակ, երբ ետնադուռը բացվել է։ Չնայած ներգաղթային պաշտոնյաների պնդումներին, Ավրորայի ոստիկանությունը հայտնել է, որ իրենց ժամանակին չեն տեղեկացրել եւ հրաժարվել են օգնել հետախուզման մեջ։ Կալանավայրի աշխատակիցներից մեկը 911 էր զանգահարել մոտավորապես ժամը 2:30-ին, տեղեկացնելով հնարավոր փախուստի մասին, բայց բավարար մանրամասներ չէր տրամադրել, ինչի պատճառով ոստիկանության հրամանատարը զանգահարել է հետ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։ Ըստ ստացված տեղեկությունների ավելի ուշ պարզվել է, որ փախուստը ըստ երևույթի տեղի է ունեցել երեքշաբթի օրը երեկոյան ժամը 22-ի մոտակայքում։ Նրանցից մեկը Մեքսիկայից է, մյուսը Վենեսուելայից։ Բուժքույր ուսանող Լեքեն Ռայլի սպանության մեջ մեղադրվող Խոսեի Բարայի երկու եղբայրները եւ նրանց ընկերը կարտաքսվեն Միացյալ Նահանգներից կեղծ գրին քարտերի պատճառով։ 27-ամյա Իբարան 2024 թվականի նոյեմբերին է դատապարտվել Ռայլիի սպանության համար եւ այլ հանցագործությունների ցմահ ազատազրկման առանց պայմանական ազատման հնարավորության։ Այս դեպքը Միացյալ Նահանգներում դարձել է միգրացիոն քաղաքականության լուրջ լարվածության կենտրոն։ Գործակալները նրանց համատեղ բնակարանում գտել են նաև կեղծ սոցիալական ապահովության քարտեր։ Դիեգո Իբարան դատապարտվել է 4 տարվա դաշնային ազատազրկման եւ պատժի ավարտից հետո կփոխանցվի ներգաղթի ու մաքսային ծառայությանը արտաքսման համար։ Արգենիս Իբարան եւ Ֆլորես Բելոն անմիջապես փոխանցվել են այսին։ Դաշնային իշխանությունները նշում են, որ Դիեգո Իբարան իրենց համոզմամբ կապված է Վենեսուելայի Տրեն դե Արագոա հանցավոր խմբավորման հետ, հիմնվելով նրա մի քանի դաշվածքների եւ սոցիալական ցանցերում լուսանկարների վրա, որտեղ նա ցուցադրում է խմբավորման նշաններ։ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը հայտարարել է, որ իր գրասենյակն ունի մի շարք գործիքներ, այդ թվում պաշտոնյաներին հեռացնելը, որպեսզի ստիպի տեղական իշխանություններին համագործակցել դաշնային ներգաղթի մարմինների հետ ձերբակալումների եւ արտաքսումների հարցում։
Ֆորտ Մայերսի քաղաքային խորհուրդը մերժել էր մի համաձայնագիր, որը թույլ կտար ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային հսկողության ծառայությունը (ICE) պատրաստել տեղական ոստիկաններին ներգաղթյալների հարցաքննության եւ հնարավոր արտաքսման նպատակով նրանց կալանավորելու համար։ Մի քանի խորհրդի անդամներ մտահոգություն են հայտնել, որ դա կարող է հանգեցնել ռասայական խտրականության եւ վնասել համայնքին։ Դեսանտիսը նախկինում նույնպես հեռացրել է պաշտոնյաներ, որոնց հետ ունեցել է տարաձայնություններ։ Նրան դիմախոսները պնդում են, որ այդ քայլերը ընդամենը քաղաքական նպատակներ են հետապնդում։ Ջորջ Գլեզմանը, որը առևանգվել էր ավելի քան 2 տարի առաջ Աֆղանստանում, ճանապարհորդելիս ազատ է արձակվել թալիբների կողմից համաձայն Թրամփի վարչակազմի հետ կնքված պայմանավորվածության, որը միջնորդել էին Քաթարի բանակցողները, հայտնել է այս մասին ԱՄՆ պետդեպարտամենտը։ Ջորջ Գլեզմանը Ատլանտայից է, աշխատել է որպես ավիացիոն մեխանիկ։ Նա երրորդ ամերիկացին է, որն ազատ է արձակվել թալիբների կողմից 2025 թվականի հունվարից հետո։ Նա ձերբակալվել էր թալիբների անվտանգության ծառայությունների կողմից 2022 թվականի դեկտեմբերին եւ հաջորդ տարի ԱՄՆ կառավարությունը նրան հայտարարել էր որպես սխալմամբ ձերբակալված։ Գլեզմանի ազատ արձակումը թալիբների կողմից ներկայացվում է որպես ԱՄՆ-ի եւ Աֆղանստանի հարաբերությունների նորմալացում։ Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը կտանի կրթության նախարարությունը լուծարման։ Սա Թրամփի քարոզարշավի գլխավոր խոստումներից մեկն էր, թեև գերատեսչությունը չի կարող եւ չի լուծարվի ամբողջությամբ։ Թրամփը հանձնարարել է կրթության նախարար Լինդա Մակմահոնին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը կրթության նախարարության լուծարումը հեշտացնելու եւ կրթության լիազորությունները վերադարձնելու նահանգներին։ Հրամանի անմիջական ազդեցությունը դեռևս անորոշ է, քանի որ միայն կոնգրեսը կարող է լուծարել դաշնային գերատեսչությունը։ Դեմոկրատներն էլ գիտեն, որ դա ճիշտ է եւ ես հուսով եմ, որ նրանք կքվեարկեն դրա օգտին, ասել է Թրամփը։ Դաշնային Title I ֆինանսավորումը եւ հաշմանդամություն ունեցող ուսանողների ֆինանսավորումը, ինչպես նաեւ ուսանողական վարկերի եւ դրամաշնորհների համակարգը, որոնք օգնում են ուսանողներին վճարել քոլեջի համար, կշարունակեն կառավարվել նախարարության կողմից, որը կդառնա չափազանց փոքր կառույց։ Կոնգրեսի դեմոկրատները քննադատել են Թրամփի այս քայլը, համարելով այն բացահայտ անօրինական, իսկ ուսուցիչների միությունները խոստացել են դատի տալ արգելափակելու վարչակազմի փորձերը լուծարելու նախարարությունը։ Դաշնային դատավոր Բոազ Բերգը պահանջել է բացատրություններ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը Սալվադոր է ուղարկել թռիչքներ, որոնք տեղափոխում էին վենեսուելացի ներգաղթյալների, որոնց վարչակազմը մեղադրում էր նաև հանցավոր խմբի անդամներ լինելու մեջ։ Դատավորը հրահանգել էր վարչակազմին վերադարձնել այն ինքնաթիռները, որոնք արդեն օդում էին։ Բոազբերգը Թրամփի վարչակազմին ժամանակ էր տվել մինչև 5-շաբթի ժամը 12:00 թռիչքների վերաբերյալ ավելի մանրամասն տվյալներ տրամադրելու կամ ներկայացնելու հիմնավորում, թե ինչու այդ տվյալները պետք է գաղտնի մնան պետական գաղտնիքներ պարունակելու հիմքով։ Սակայն վարչակազմը մերժել է դատավորի պահանջը, այն անվանելով անհարկի դատական գործ։ Նա պահանջել է վարչակազմից հիմնավորված պատճառաբանություն ներկայացնել, թե ինչու են կարծում, որ իր հրամանը չի խախտվել ինքնաթիռները չվերադարձնելու վերաբերյալ, ինչը մեծացնում է այն հավանականությունը, որ նա կարող է վարչակազմի պաշտոնյաներին մեղադրել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ դատավորի բանավոր հրահանգները չեն համարվում պաշտոնական եւ միայն նրա գրավոր հրամանն է, որ պետք է հետեւել, իսկ դա ըստ նրանց չի տարածվում արդեն իսկ ԱՄՆ-ից դուրս եկած թռիչքների վրա։ Բոազբերգը Թրամփի վարչակազմին նոր եւ վերջնական ժամկետ է տվել։ Դատական եւ գործադիր իշխանությունների միջև խորացող հակամարտությունների ֆոնին Թրամփը եւ նրա բազմաթիվ դաշնակիցներ պահանջում են Բոազբերգի իմպիչմենթը։ Մասնավոր ներդրումների մագնատ Ուիլյամ Չիշոլմը պայմանագիր է կնքել Բոստոն Սելթիքսը գնելու վերաբերյալ, ինչը գնահատում է NBA գործող չեմպիոններին եւ լիգայի պատմության ամենաբարձրակարգ ակումբը առնվազն 61 միլիարդ դոլարով։ Սա ամերիկյան պրոֆեսիոնալ սպորտի թիմի ամենաբարձր գինն է։ Եթե գործարքը հաստատվի NBA կառավարման խորհրդի կողմից, այս ամառ վաճառքը կգերազանցի 2023 թվականին NFL-ի Washington Commanders թիմի համար վճարված 6.5 միլիարդ դոլարը։ Վայք Գրոսբերգը, որի ընտանիքը 2022 թվականին էր գնել թիմը 360 միլիոն դոլարով, ասել է, որ Չիշոլմը խնդրել է իրեն մնալ որպես գործադիր տնօրեն եւ կառավարիչ առաջիկա 3 սեզոնների ընթացքում, եւ ես ուրախ եմ դա անել, ասել է նա։ NBA թիմի համար նախկինում սահմանված ռեկորդային գինը եղել է 4 միլիարդ դոլարը, որ 2023 թվականին Phoenix Suns-ի համար վճարել էր հիփոթեկային ընկերության սեփականատեր Մաթ Իժբյան։
Սակայն Celtics-ը լիգայի առաջատար ակումբներից մեկն է 2024 թվականին էլ իր աննախադեպ 18-րդ NBA տիտղոսը նվաճելով եւ այժմ էլ համարվում է այս սեզոնի ֆավորիտը երիտասարդ աստղեր Ջեյսոն Թեյթումի եւ Ջեյլեն Բրաունի շնորհիվ, ովքեր փոխարինում են Փարքի սրահի անդամներին, սկսած Բոբ Կուզիից մինչև Բիլ Ռասել, Լարի Բըրդ եւ Փոլ Փիրս։ Միացյալ Նահանգների ֆոնդային ինդեքսներն այսօր նվազել են։ S&P 500-ի ինդեքսը նվազել է 0.2%-ով, օրն անցկացնելով չնչին շահույթների եւ կորուստների միջև փոխանակմամբ։ Dow Jones-ը նվազել է 11 կետով կամ պակաս քան 0.1%-ով, իսկ Nasdaq-ը նվազել է 0.3%-ով։ Wall Street-ը արդեն շաբաթներ շարունակ թևակողել է անկայունության շրջափուլ, քանի որ ֆոնդային գները շարժվում են կապված Թրամփի մաքսային պատերազմների տնտեսության վրա ունեցած ազդեցության անորոշության հետ։ Wall Street-ում Deren Restaurants ընկերության ֆոնդերը բարձրացրել են 5.8%-ով կապված վերջին եռամսյակի շահույթի հաշվետվության հետ, որը համապատասխանում էր վերլուծաբանների ակնկալիքներին։ Ինդեքսները ավելի կտրուկ անկում են ունեցել Եվրոպայի մեծ մասում, իսկ Գերմանիայի DAX ինդեքսը նվազել է 1.2%-ով։ Ակնկալվող անկումը հատկապես զգացվել է Հոնկոնգում, որտեղ Hang Seng ինդեքսը նվազել է 2.2%-ով կապված տեխնոլոգիական ընկերությունների վրա գործադրված մեծ ճնշումների հետ։ Այսօրվա լուրերից առանձնացրել էինք այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։